Բարև ձեզ, հանրային ռադիոն այսօր բացառիկ հարցազրույցի հնարավորություն ունի Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ms. Kos, thank you very much. Տիկին Կոս, շնորհակալ եմ հանրային ռադիոյի հետ հարցազրույցի հնարավորության համար։ Դուք այցելել եք մեր երկիր լայն օրակարգով եւ թույլ տվեք սկսել հետեւյալ հարցով. ինչպես եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ընթացքը? Process between Armenia and Azerbaijan. I'm happy to be again after 6 months and Ուրախ եմ կրկին այստեղ լինել 6 ամիս անց եւ շնորհակալ եմ Հայաստանի ազգային ռադիոյին խոսելու այս հնարավորության համար։ Դուք գիտեք, որ ես մեծ վստահություն ունեմ հանրային հեռարձակման համակարգի նկատմամբ։ Դրանք իսկապես շատ կարեւոր դեր են կատարում ժողովրդավարության համար։ Վերադառնալով ձեր հարցին, ձեր երկրի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարեւոր է ոչ միայն ձեր երկրի, ոչ միայն Ադրբեջանի համար։ Այն կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար եւ ես կասեի, կարեւոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ամերիկայի նախագահը ներգրավված դրանում։ Իրականում, երբ խոսում էինք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Ադրբեջանում եւ ձեր վարչապետի պարոն Փաշինյանի հետ, երկուսն էլ ասացին, որ խաղաղությունն արդեն կա։ Պարզապես անհրաժեշտ է այն ձևակերպել ստորագրությամբ։ Այսպիսով ես կարծում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ։ Ամենակարևորն այն է, որ ձեր երկիրը հստակ տեսլական ունի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ եւ առանց խաղաղության դա հնարավոր չէր լինի։ Այս խաղաղությունը նաեւ նոր հնարավորություններ է բերել մեզ համար Եվրոպայում։ Դուք գիտեք, որ Չինաստանի եւ Եվրոպայի միջև կապերը Ռուսաստանի միջոցով խզված են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Հիմա մենք տեսնում ենք, որ Սև ծովի հարավով եւ հարավային Կովկասով անցնող կապերը անհնար են Իրանի շուրջ պատերազմի պատճառով։ Եվ հիմա նայեք քարտեզին, թե որտեղով են թռիչքներ գնում։ Կտեսնեք, որ միակ ազատ տարածքը կամ անվտանգ տարածքը իրականում անցնում է ձեր երկրի միջով։ Եվ սա ավելի լայն չափումն է, այսինքն մենք կարող ենք բացել նոր առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, նաև մարդկանց միջև կապեր այս շատ կարևոր տարածքում։ Transport, but also people-to-people relations in this very important area. Ms. Kos, do you have political messages or do you expect that the peace agreement between Տիկին Կոս, ունեք քաղաքական ուղերձներ կամ ակնկալում եք, որ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի կամ գուցե առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ? For the upcoming elections? This I can't say, but I hope that it will happen. Սա ես չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Բայց իմ ուղերձը, երբ խոսում եմ խաղաղության մասին, հետևյալն է։ Դուք գիտեք, երբեմն մենք մտածում ենք, որ խաղաղությունը պարզապես կա։ Այն երբեք պարզապես որպես այդպեսին չի լինում։ Մենք պետք է աշխատենք դրա համար։ Սա այն փորձն է, որը մենք հիմա ունենք Եվրոպայում։ Դուք գիտեք, Եվրոպական միության գաղափարը իրականում հիմնված է խաղաղության վրա։ Այն երկրները, որոնք ամենաշատն էին կռվել, Ֆրանսիան եւ Գերմանիան, Իտալիան եւ 3 փոքր երկրներ որոշեցին աշխատել միասին։ Նրանք որոշեցին աշխատել տնտեսական օրակարգի վրա։ Խոսքը պողպատի եւ ածխի մասին էր։ Եվ նույն հնարավորությունները ես հիմա տեսնում եմ ձեր տարածաշրջանում։ Խոսքը նաեւ տրանսպորտի մասին է։ Երբեմն տնտեսական հարաբերությունների միջոցով երկարատև խաղաղությանն ավելի հեշտ է հասնել։ Եվ նաեւ մեկ շատ կարեւոր ուղերձ։ Ես իմ սեփական երկրում ապրել եմ պատերազմ։ Այն երկար չէր, բայց դա պատերազմ էր։ Մարդիկ մահանում էին։ Երբ դու չգիտես արդյոք կապրես, երբ ինքնաթիռները կգան, երբ քո գյուղը կռմբակոծվի, սա կյանք չէ։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը դա ապրի։ Եվ ահա սա իրականում ձեր երկրի եւ Ադրբեջանի ղեկավարների ներդրումն է, ովքեր կարողացել են բերել այս երկու երկրներին դեպի խաղաղություն։ Սա մեկ քայլ է, բայց իհարկե կայուն խաղաղությունը, այսինքն հավերժ, եթե ասեմ դա մի քիչ ռոմանտիկ ձևով, մի բան է, որի վրա պետք է աշխատի երկու երկրների ամեն քաղաքացի։ Both countries have to work on. Staying on the peace, President of Azerbaijan will report. Մնալով խաղաղության թեմայի շրջանակում Ադրբեջանի նախագահը ըստ հաղորդագրությունների չի մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Հայաստանում, նաև չի ուղարկելու ներկայացուցիչ։ Եթե նպատակը տարբեր մակարդակներում երկխոսությունն ու շփումները խրախուսելն է հասարակության տարբեր շերտերի միջև, արդյոք նման քայլը չի խաթարում այդ ջանքերը։ Society does such a step not undermine these efforts? I don't know the schedule of President. Ես չեմ կարող մեկնաբանել նախագահ Ալիևի ժամանակացույցը, բայց հույս ունեմ, որ նա կգա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ կարևոր հանդիպում է եւ ես ուրախ եմ, որ Երևանն է հյուրընկալում այս հանդիպումը մայիսին։ Այսպիսով սա կլինի հնարավորություն քննարկելու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Հիմա մենք գիտենք, որ Ադրբեջանը 2 տարի անց կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքը, այնպես որ սա շատ դրական զարգացում է։ Բայց խոսելով այստեղ
ձեր մայրաքաղաքում անցկացվելիք հանդիպման մասին։ Սա իրականում մեծ հնարավորություն է ձեր երկիրը ավելի մոտ բերելու Եվրոպային։ Եվ ես կարծում եմ, բոլոր լրատվամիջոցները կլինեն այստեղ ողջ Եվրոպայից։ Դուք հիմա ավելի ու ավելի հետաքրքիր եք դառնում մեզ համար Եվրոպայում։ Ես դա տեսնում եմ խոսելով անդամ պետությունների հետ։ Նրանք իրականում ձգտում են ավելի լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, եւ ես կարծում եմ, դրանք երբեք այսքան լավը չեն եղել, որքան այսօր, եւ պատրաստ եմ աշխատել դրա վրա, որ ապագայում դրանք ել ավելի ուժեղ լինեն։ I'm willing to work on this even in the future stronger. And about the latest regional developments. Տիկինկոս եւ տարածաշրջանի վերջին զարգացումների մասին։ Արդյոք դրանք պահանջում են հարավային Կովկասում իրականացվող գլոբալ դարպասներ, Global Gateway ռազմավարության վերագնահատում կամ փոփոխություն, հատկապես հաշվի առնելով, որ տնտեսական բազմազանեցումը դրա հիմնական ուղղություններից է։ Support from EU to Armenia. I'm happy that you have mentioned Global Gateway. Ուրախ եմ, որ դուք անդրադարձաք Global Gateway-ին։ Սա ծրագիր է, որը մենք մշակել ենք Եվրոպայում տարբեր ուղղություններով եւ դրանցից մեկը շատ կապված է այսպես կոչված կապակցվածության օրակարգի հետ։ Այս կապակցվածության օրակարգը, կամ կարող ենք նաեւ խոսել Սև ծովի ռազմավարության մասին, որը մենք ընդունել ենք Եվրոպական միությունում, ունի մեկ հիմնական նպատակ՝ ինչպես Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան շատ ավելի լավ կապել միմյանց։ Դուք գիտեք, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չկար կամ պատերազմ կար, դա հնարավոր չէր այս տարածքով, բայց հիմա հնարավոր է, եւ դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս ճանապարհի բոլոր երկրների համար։ Եվ իհարկե դուք խոսեցիք դիվերսիֆիկացիայի մասին։ Կարծում եմ, որոշ երկրների համար դա շատ կարեւոր է։ Օրինակ հիմա տեսնում եք, որ Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը, որովհետեւ օրինակ մենք ներմուծում էինք գազի ավելի քան 60%-ը Ռուսաստանից։ Սա շատ մեծ կախվածություն է, իսկ դիվերսիֆիկացիան նաև նշանակում է, որ մենք ավելի մեծ ուշադրությամբ ենք վերաբերում մեր սեփական շահերին։ Այսինքն, եթե չենք կարող կամ չենք ցանկանում այլևս գազ ստանալ Ռուսաստանից, որտեղից կարող ենք այն ստանալ։ Իսկ հարավային Կովկասով կապակցվածության օրակարգը մեզ կօգնի դա անել։ Եվ հետո իհարկե մենք արդեն տեսնում ենք 2022-ից սկսած այս տարածաշրջանում առևտուրը եւ կապերը աճել են 4 անգամ։ Եվ Եվրոպայում փորձագետներն ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ ավելի ուժեղ առևտրային հարաբերությունների դեպքում առևտուրը կարող է եռապատկվել մինչև 2030 թվականը։ Եվ ինչու է սա այսքան կարևոր, որովհետև առևտուրը բերում է ներդրումներ, ներդրումները բերում են բարեկեցություն։ Այսինքն նույնիսկ եթե առևտուրը կատարվում է բիզնեսների կողմից, շահառուները նաև այդ երկրների քաղաքացիներն են։ But the beneficiaries are also the people of the countries doing these businesses. Unfortunately, we have limited. Ցավոք մենք ունենք սահմանափակ ժամանակ։ Ես շատ եմ խոսում, խնդրում եմ պետք է կանգնեցնել ինձ։ Չէ, իրականում ես շատ հարցեր ունեմ, բայց անցնենք վերջին հարցին, վերադառնալով Եվրոպական միություն Հայաստան հարաբերություններին։ Ըստ ձեզ, որը պետք է լինի հաջորդ մեծ քայլը համագործակցության առաջխաղացման համար։ Cooperation between Armenia and European Union. Oh, there are so many strings. Probably we don't have enough time. But what I would say, the first important point. Շատ ուղղություններ կան։ Հավանաբար ժամանակը չի բավականացնի, բայց ես կասեի առաջին կարևոր կետը ձեր տնտեսության զարգացմանն աջակցելն է։ Նախորդին ես ստորագրել եմ եւս 140 միլիոն եվրոյի համաձայնագիր, որը կօգնի ձեր բիզնեսներին աճել եւ նաեւ կօգնի ձեր կառավարությանը իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, հատկապես վիզաների ազատականացման ոլորտում։ Սա շատ լավ նորություն է։ Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ մենք իրականացնում ենք վիզաների ազատականացման գործընթաց։ Բայց դուք գիտեք, բարեփոխումները պետք է իրականացվեն, այնպես որ մենք նաև օգնում ենք կարողությունների ձևավորմանը։ Եվ իհարկե շատ կարևոր է, որ մենք հետևում ենք ձեր ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսին, եւ մենք օգնում ենք ձեր ժողովրդավարությունը դարձնել ավելի դիմակայուն։ Այսպիսով մենք այստեղ ենք օգնելու ձեր ժողովրդավարական ինստիտուտները դարձնել ավելի ուժեղ, եւ կարծում եմ շատ կարևոր է նաև, որ մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը, որը ես համարում եմ շատ կարևոր վերահսկող մեխանիզմ։ Չի կարող լինել ժողովրդավարություն առանց ազատ եւ անկախ մեդիայի։ Այսպիսով իսկապես շատ բան է տեղի ունենում։ Եվ իհարկե մարդկանց միջև կապերը։ Սա նույնպես օրակարգի մաս է մեր ԵՄ Հայաստան գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից 1 օր հետո։ Այսինքն դուք գիտեք, շատ հայեր ապրում են Եվրոպայում։ Ես գիտեմ, որ ձեր ժողովուրդը կցանկանար այցելել նրանց։ Կան հարազատներ, եւ դա նաեւ լավ է մեզ համար,
համար։ Եվրոպան միշտ եղել է տարբեր ազգերի, տարբեր մշակույթների, տարբեր լեզուների խորհրդանիշ։ Ահա թե ինչու ենք մենք այսքան կարևորում ձեր երկիրը։ Different nations, different culture, different languages. That's why we care so much about your country. And what about the big Ինչ կասեք մեր հարաբերություններում Եվրոպական միության հետ ամենամեծ խնդրի մասին։ with EU? I don't see, the problems. I see challenges. Ես խնդիրներ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մարտահրավերներ եւ հնարավորություններ, բայց իհարկե հիմա շատ ավելի հեշտ է, որովհետեւ կա խաղաղություն։ Ես կրկին վերադառնում եմ խաղաղությանը, տեսնում եք նորից, եւ կան բաց կողմեր երկու կողմում էլ ավելի ուժեղ հարաբերություններ ունենալու համար։ Սա շատ կարեւոր է։ Եվ մենք ունենք գիտելիք եւ փորձ ձեզ օգնելու համար։ Բոլոր երկրները, որոնք նախկինում միացել են ԵՄ-ին, անցել են այս գործընթացով, բարեփոխումները բերում են ներդրումները բարեկեցություն եւ նաեւ բերում են խաղաղություն եւ ազատություն։ Are good for the prosperity and are also good for peace and freedom. Ms. Kos, thank you for your time. Տիկին Կոս, շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար, հուսով եմ ապագայում կրկին հնարավորություն կունենանք քննարկելու այս հարցերը։ Շնորհակալություն, ուրախ կլինեմ։ Thank you.